Եվ երբեմն նույն ծնողը չի կարողանում վերցնել սմարթֆոնը, որովհետև հանդիպում է բունտի, երեխան սկսում է հիստերիկայի մեջ լինել, լացել, գոռալ, կոտրել, հարցակվել եւ մամայի մազերը քաշել, ես ինքս ականատես եմ եղել նման երևույթների, եւ եթե մենք այստեղ արդեն իսկ խոսում ենք կախվածության մասին, միանգամից պետք է զրկել առհասարակ այդ երևույթից։ Ասել, որ դու կարող ես քիչ-քիչ կախվածություն ունեցող անձին քիչ-քիչ կտրել իր կախվածությունից, դա հնարավոր չի։ Ոնց որ մենք թմրամոլին ասենք դու օրը պետք է ինչ-որ փոքրիկ դոզա ընդունես, դա հնարավոր չի։ Նույնն էլ սմարթֆոնների պարագայում, եթե մենք ուզում ենք օգնել, որ մեր երեխան առհասարակ ունենա առողջ, եթե կարելի է այս բառը օգտագործել, հարաբերություններ սմարթֆոնի հետ կամ վիրտուալ աշխարհի հետ ճիշտ չափաբաժնով շփվի, մենք պետք է անպայման այդ շեմը հասկանանք, արդյոք այստեղ խոսքը գնում է կախվածության մասին, թե ոչ, եթե խոսքը գնում է արդեն իսկ ձևավորված կախվածության մասին, որը միջազգային, բոլոր ցուցանիշներով արդեն համարվում է հիվանդություն եւ հիվանդության արդեն բուժումները կա, թերապևտիկ գործիքները կան, այստեղ նորից եմ կրկնում, պետք է ընդհանրապես երեխային զրկել սմարթֆոնից, անջատել Wi-Fi-ը, պահել սմարթֆոնը եւ ցանկացած կախվածությունից, երբ որ մենք ուզում ենք անձը ազատվի, պետք է տանք հակակշիռ, ինչ որ փոխարինող մի բան, օրինակ երեխան պետք է գնա, չգիտեմ, որոշակի սպորտաձևերի պիտի մասնակցի, խմբակների, այսինքն, չգիտեմ, մշակույթի, արվեստի տներ կան, ինչ որ բաներով պետք է փոխարինի։ Մենք ասում ենք հեռախոսը տուր, բայց չենք պատկերացնում, թե այդ երեխան ինչով պետք է լցնի այդ ժամանակը։ Եվ այս թեման շատ սրվում է իրականում ամառային արձակուրդներին, որտեվ եթե կիսամյակի ընթացքում մաման ասում է, դե ինքը 7-8 ժամ դպրոցում է, գալիս ա տուն մինչև դասերը անում, մի կես ժամ է մնում, որ ինքը սմարթֆոնի մեջ լինի, ամառային արձակուրդներին երեխան կարող է ամբողջ օրը լինել էկրանի առաջ։ Եվ այստեղ ինչն է վատը, որ այս արձակուրդների ընթացքում երեխան ձևավորում է սովորություններ, որ հետագայում արձակուրդը ավարտվում է, բայց իր սովորությունները մնում են։ Հետևաբար շատ կարևոր է, որ այս ընթացքում էլ, ինչպես դուք հարցը բարձրացնում եք, առաջարկում եք փոխարինող այլընտրանքներ, կան ամառային դպրոցներ։ Կարող ենք, եթե ֆինանսապես անձը կարող է իրեն թույլ տալ, կարող ենք օգնել, որ երեխան օգտվի այդ ամառային դպրոցներից։ Կան նույնիսկ պետական անվճար մշակութային տներ, չգիտեմ, նկարչություն, կավագործություն, խեցեգործություն, գոբելեն, ասեղնագործություն։ Երեխան պետք է հաճախի այդ խմբակներին, երեխան պետք է շփվի իր հասակակիցների հետ, երեխայի օրը պետք է հագեցած լինի։